Պետք է հաշվի առնել բոլոր գործոնները, որպեսզի թույլ չտալ ձայների փոշիացում։ Մասնակցում եք ընտրություններին իշխանափոխության համար։ Բացառապես սա պետական շահերը զիջել է, եթե ոչ պետական շահերը դավաճանել։ Եթե մենք ինտեգրվենք թուրքական ցանցին, մենք այս դեպքում ներկրող ենք թե արտահանող։ Դժբախտ եմ, պատկերավոր ասած, ռուսական գազի կախվածությունից, բայց կկործանվեմ, եթե դառնամ կախված թուրքական հոսանքից։ Եվրոպա գնալը ռազմավարական օրակարգ չէ։ Այդպես դուրս եկավ։ Այս իշխանությունների համար ոչ։ Քանի հատ եվրոպական պետություն գիտեք, որ իրենց կարդինալներին կալանավորեն, տանեն բանտերը, մտնեն նրանց տներ եւ ընտանիքներ։ Մոլդովայում Մայա Սանդուի իշխանությունը նույնպիսին է, ինչպիսին Հայաստանում Փաշինյանի իշխանությունն է։ Հայաստանում կլինի զանգվածային փողոցային պայքար եւ շարունակությունն ասեմ, անգամ հեղափոխություն։ Համոզված եմ, Հեղափոխություն։ Այո, եթե հիմա Դանիել Հյուանիսյանին, Վահագն Ալեքսանյանին, ել չգիտեմ ում ԿՊԱ-ական տարբեր գործիչների կալանավորենք, դնենք միտեղ 26 թվականին, նույնիսկ եթե նա ընտրվի, այլ մեթոդ, քան դիկտատուրայով իշխանություն պահելը նա չունի։ Փաշինյանը հայտարարություն արեց, որը Հայաստանի նախկին արտգործնախարարը կոչեց սենսացիոն բառի վատագույն իմաստով։ Ըստ էության Փաշինյանը հավասարության նշան դրեց արցախցիների վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի միջև։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր զուգահեռ առնվազն առերևույթ իշխանությունը Եվրամիության հետ մերձեցման է գնում։ Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաչատյան, բարի գալուց Կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչ այլ թեմաների անցնելը ամենաթարմից է, շաբաթ օրը համագումար արեցիք ընտրություններ, կուսակցական մարմինների եւ այլն եւ գալիք ընտրությունների մասին տեսակետ, որ մի բան հստակ հնչեց, որ չեք որևէ կերպ չեք համագործակցելու իշխող ուժի հետ, եւ երկրորդ բանը կարծեմ, որ կողմեք, որ ընդդիմությունը խոշոր, բլոկներով գնա, դաշինքներով։ Հենց այդ դրա մասն է խոսքը։ Լուսավոր Հայաստանը այս պայն ունի որոշում կամ քննարկումներ ում հետ օրինակ գնալ եւ այդ ում հետ կոչվածը իր առանցքի իր շուրջ թե ինքը ուրիշի շուրջ ում հետ ովքեր են այդ ուժերը որոնց հետ կարող եք գնալ։ Շնորհակալ եմ համագումարին հնչած հայտարարությունը եւ լիազորում կուսակցության կառավարման մարմնին հենց վերաբերում է նրան, որ պետք է սկսվեն այդպիսի բանակցություններ հարող ուժերի հետ, այն ուժերի, որոնք պատկերացում են նման խոշորացում, նրանք թերևս շատ չեն, բայց ես կխուսափեմ կոնկրետ անուններ հնչեցնել, այդուհանդերձ պետք է լինեն քննարկումներ հնարավոր խոշորացումների վերաբերյալ, այդ խոշորացումները պետք է հաշվի առնեն մի քանի գործոններ, բացի իհարկե որոշակի ընդհանրություններից, նպատակներից, նաև մի սահմանափակող գործոն կա եւ դա այն է, որ եղած մեր օրենսդրությամբ արդեն գործող դաշինքների համար նախընտրական շեմը բարձրանում է ի տարբերություն նախորդ կարգավորումների, դառնում է 8 եւ 10%, որը բավականին բարձր թիվ կարելի է համարել հին պարամետրերով, որովհետեւ ես միշտ ասում եմ, որ 2017 թվականին եթե լիներ այս կարգավորումը, ելք դաշինքը չէր հաղթահարի նախընտրական շեմը, որովհետեւ 8% ելք դաշինք չստացավ, 7.8 էր։ Այս իմաստով պետք է հաշվի առնել բոլոր գործոնները, որպեսզի թույլ չտալ ձայների փոշիացում, որովհետև իշխանության միակ փրկությունը ընտրություններին կարող է լինել մեծ ձայների փոշիացումը 20% եւ ավել, որպեսզի ուժերը առանձին մանր գնան եւ չկարողանան շեմը հաղթահարել։ Այս իմաստով պետք է աշխատանք տանենք եւ ըստ այդմ այն ուժերի հետ, որոնց հետ կլինեն եզրեր, բնականաբար ըստ պատեհության նաեւ կհայտարենք։ Եզրեր ասելով մի հարց, հիմա մոդայիկ է, հատկապես նոր ստեղծված ուժերը ասում են, որ մենք չգիտեմ, այսպես կոչված նախկինների հետ չեն գնա, նախկին երկու նախագահների նկատի ունեն։ Դուք բացառապես բոլորի հետ եք բանակցելու եւ ձեր մոտ էլ կա այդ գիծը դրած, կարծես թե չեք հայտարարել երբեք նման բան, որ օրինակ չեք համագործակցի երկրորդ կամ երրորդ նախագահների։ Երկրորդ նախագահան հստակ հայտարարել է, որ տեխնացուն ինքն է եւ որ գնալու են իրենց համանման դաշինքով, Այս իմաստով թեման փակված է։ Այսինքն բանակցելու տեղ չկա ըստ էության, այդպես է կա։ Այսինքն քննարկելու բան էլ չկա, մենք բացառենք, չբացառենք, այս մասը փակված է։ Հանրապետականները ընդհանրապես ասում են հիմա ընտրությունների մասին խոսալ պետք չի, չնայած դժվար է ընդհանրություն գտնել մեր հանրապետականների միջև, բայց եկեք այս մասն էլ փակված համարենք, որովհետև իրենք ասում են մենք հերթական process-ներին չենք պատրաստվում։ Մենք պատրաստվում ենք հերթական process-ների, իրանք չեն պատրաստվում։ Այս առումով էլ դնենք մի կողմ։ Մնացյալ բոլոր ուժերի հետ կարող են լինել քննարկումներ,
հնչեցրածս տեսակետներից ելնելով։ Հիմա դաշտում երևացող ուժերի մասին է խոսքը, ովքեր հայտ են ներկայացել կամ այո, որոնք ասել են, որ մասնակցելու են, որոնց հետ ունենք մենք ընդհանրություններ եւ որոնք չեն ասել, որ առանձին են մասնակցելու եւ ունեն արդեն տեխնացու, որոնց մոտ ամեն ինչ հստակ է, որոնք հստակ որոշել են ձայներ փոշիացնեն, թող գնան փոշիացնեն, ինչ կարող ենք անել, ոնց կարող ենք արգելել։ Իսկ գնալու նպատակը խորհրդարան հստակեցնենք, դուք գնում եք, այսինքն մասնակցում եք ընտրություններին իշխանափոխության համար։ Բացառապես մեզ այս պարագայում 1-2 մանդատը բացարձակ որևէ հետաքրություն չի ներկայացնում եւ եթե մենք պետք է ներկայացված լինեինք այս խորհրդարանում առանց մանդատներով, բայց առանց իշխանափոխության, ես վստահեցնում եմ ձեզ, որ այս ընթացքում մենք պարզապես մաշված կլինեինք։ Դրա համար կարծում եմ, որ մեր քաղաքական համակարգին ռեստարտը հնարավոր է միայն իշխանափոխության միջոցով, ել չեմ ասում կարևորագույն պետական խնդիրները լուծելու համար, եւ մանդատ ունենալը պարզապես նպատակ չէ եւ դրա համար հենց ասում ենք, որ պետք է լինեն խոշորացված դաշինքներ, որը կարող է բերել իշխանափոխության։ Եվ մի հարց էլ մտել եք խորհրդարան խոշորացած որևէ դաշինքով, էլի դաշինքներ են, 2-3 ընդդիմադիր մտել է։ Անկախ նրանից, թե ով ամենաշատ ձայն ով կհավաքի, դուք խորհրդանում պատրաստ եք ձեր ձայները տալ այդ մարդուն, որ Գյումրիի նման, օրինակ։ Անկախ նրանից, որ, չգիտեմ, գաղափարական անգամ տարակարծություններ, բայց իշխանափոխության համար։ Դա քաղաքական տրամաբանությունն է հուշում, որ ընդդիմադիր կոնսոլիդացիան պետք է լինի առավելագույն ձայն հավաքած ընդդիմադիր տեխնացուի շուրջ։ Սա բնական երևույթ է, բայց ելի կարծում եմ սա էլ վաղաժամ խոսակցություն է, այն իմաստով, որ շատ բան կարող է փոխվել, բայց որ դաշինքները պետք է լինեն ընդդիմադիր ուժերի շուրջ եւ հանկարծ թույլ չտրվի նման դեպքում երկրորդ փուլը, սա էլ է կարևոր, որովհետեւ եթե իշխանությունը եւ երկրորդ ընդդիմադիր ուժը գնան երկրորդ փուլի, կմնան երկուսով եւ դժվար է կանխատեսել նման դեպքում կոնսոլիդացիա անդիմադիր տեխնացուի շուրջ, որովհետեւ գիտեք, օրինակ Գյումրիի օրինակով, եթե լիներ երկրորդ փուլ, եթե Սարիկ Մինասյանը եւ Վարդան Ղուկասյանը առանձին մասնակցեին, հնարավոր է եւ անդիմադիր կոնսոլիդացիա տեղի չունենար, Սարիկը հաղթեր։ Այս իմաստով սա էլ է կարևոր, այդ երկրորդ փուլը թույլ չտալը եւ առաջին փուլով իրականացնել իշխանափոխություն։ Այսինքն մի բան ճշգրտենք, ուժեղ դաշինք եղավ, գտակ ձեզ, հա, գաղափարակից այդ ուժերը, դուք չեք հավակնում, հա, որ ասենք Էդմոն Մարուքյանը օրինակ այդ դաշինքը գլխավոր է, համարը առաջին տեղ, երկրորդ նման խնդիր դրված է թե ոչ։ Ոչ, անգամ ելք դաշինքի ժամանակ մենք ասում էինք, որ յուրաքանչյուր առաջնորդ կարող է լինել եւ առաջինը եւ երկրորդը եւ երրորդը եւ եթե կհիշեք եղավ փակ քվեարկություն ելք դաշինքի վարչությունների միջև, որի արդյունքով Էդմոն Մարուքյանը ընտրվեց առաջին համար, բայց նույն կերպ մենք պատրաստ էինք լինել երրորդը։ Լավ, Փաշինյանը այդ աղմկոտ հայտարարությունը ըստ էության արեց, որ առաջարկից կարող աղմկոտ չթվար, բայց շատ աղմկոտ էր, հա, որ սովորական լսողի համար կթվար թե բանակցային այդ արցախցիների վերադարձից ասում մենք հրաժարվենք, եթե պարզ առաջարկել եմ, ասեց իդեպ, ոչ թե օթի մեջ էր ասում, առաջարկել եմ։ Իրենք էլ Արևմտյան Ադրբեջան կոչվածից, ադրբեջանցիների վերադարձ կոչվածից եւ այլն։ Սա հիմա ինչ է ձեր կարծիքով, խաղաղություն ամեն գնով, թե ինչ-որ Հայաստանի երկարաժամկետ անվտանգությանը հերթական շուտ սպառնալիք, սա ինչպես է դիտարկում։ Այսպեսով Երևանը նաև ձեր կարծիքով ընդունում է, որ Ալիևի այդ հորինված թեզը այլևս բանակցային օրակարգում է։ Նախ պետք է ասեմ, որ սա քաղաքական իմաստով տգիտություն է այն, ինչ իրենք անում են, կհիմնավորեմ ինչու։ Երկրորդ պետք է ասեմ, որ սա պետական շահերը զիջել է, եթե ոչ պետական շահերը դավաճանել եւ ոչ թե ռեալ պոլիտիկից ելնելով, այլ սեփական անկարողությունից եւ տգիտությունից ելնելով։ Ինչու եմ այսքան խիստ արտահայտվում, որովհետեւ Արևմտյան Ադրբեջան թեզը բացի նրանից, որ մտածածին է, ինչի մասին է, մարդկանց մասին, ովքեր էական չի, ինչ քանակությամբ անգամ թիվը չեն վիճելի դարձնում, 100 տարի առաջ ապրել են այս տարածաշրջանում, այս տարածքներում առանց որևէ կարգավիճակ իրենք չեն ունեցել։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նախ հաշվի առնենք, որ ընդամենը 2 տարի առաջ են ենթարկվել էթնիկ զտման, բայց վերջին 100 տարվա մեջ ունեցել են հստակ կարգավիճակ, նույնիսկ եթե դա եղել է Ադրբեջանի ՍՍՀ կազմում, ունեցել են հստակ կարգավիճակ, ինքնավար միավորի տեսքով
սեփական ատրիբուտներով, սեփական առանձնահատկություններով։ Եվ համեմատել այս խնդիրը, բերել կողքը դնել այս հնարված թեզը արևմտյան Ադրբեջանի, ես չեմ ուզում ասել կուտը ուտել, որովհետև չեմ կարծում, թե իշխանությունները այդքան դատարկ են, որ չհասկանան, որ սա ըստ էության կուտ էր, որ մենք չխոսենք վերադարձի իրավունքից։ Իրենք շարունակում են խոսել, ինչը նշանակում է, որ իրենք արդեն իսկ հասկացել են, որ այսպես թե այնպես Հայաստանը չի բարձրացնելու Արցախայության վերադարձի հարցը պետական մակարդակով, իսկ իրենք դա ունեն որպես ճնշման գործիք, ինչը նշանակում է, որ մեզ անընդհատ սեղմելու են այս թեմայով, եւ գիտեք, եթե եկող տարի տեղի ունենա իշխանափոխություն եւ նոր իշխանություն գա ու բարձրացնի վերադարձի հարցը, միջազգային հանրության համար մի քիչ տարօրինակ է լինելու այդ էթնիկ զտումից 3-4 տարի անց նոր հիշեցիք, որ կա վերադարձի իրավունք, մեր բանակցային դիրքերը բավականին արդեն թույլ կլինեն։ Այս առումով ես կարծում եմ, որ Փաշինյանը եւ իր իշխանությունը Հայաստանին մեծագույն վնաս են հասցնում։ Այս քայլով, այսինքն, հա։ Այո, այսինքն բերել հավասարացնել այս երկու խնդիրները աբսուրդ է պարզապես։ Եկեք ճիշտ հասկանանք, այդ 300,000 ադրբեջանցիները, որ ասում են, ես չգիտեմ ով է հաշվել, խոսքը գնում է 100 տարի առաջվա առաջին հանրապետությունից առաջ եղած իրողությունների մասին, ընդ որում էլի կրկնելով առանց որևէ կարգավիճակի նման միավոր չի եղել։ Այս դեպքում մենք խոսում ենք պետական միավորի մասին եւ փաստորեն բերում են սրանք ժողովրդի բնակեցված լինելը բերում հավասարացնում են սրան, ինչը իհարկե աբսուրդ է, որևէ նման միջազգային փորձի մասին չենք էլ կարող խոսել։ Այդ շատ գովազդվեց իշխանությունների կողմից է Հայաստան-Եվրամիություն փաստաթուղթը։ Իդեպ դա ավելի շատ կարծեմ օրակարգն էր ապագա, ոչ թե ռազմավարական գործընկերության, կարծեմ վերնագրում անգամ մի քիչ մանիպուլյատիվ բաներ կար։ Ավելի շատ օրակարգն էր, քան թե հենց փաստաթղթի անունն էր այդպեսին։ Ամեն դեպքում, սա ինչ է ձեր կարծիքով, երկպետական երկարաժամկետ ռազմավարություն է եվրոպական օրակարգը, թե ավելի շատ ներքաղաքական կարճաժամկետ բան է, օրինակ դիվիդենդներ հավաքել, որ մենք հակառուսականության վրա ենք, մենք եվրոպական ուղղությամբ ենք ընտրություններից առաջ, թե խորքային իրոք դեպի Եվրոպա գնացող ռազմավարություն է։ Նախ պետք է ասեմ, որ Հայաստանը եվրոպական կառույցների հետ գործընկերության պրակտիկան սկսել է անկախացումից ի վեր, իսկ 2004-ից դարձել են Եվրոպայի խորհրդի անդամ։ Այն ծրագրերը, որոնց մասին հիշատակվեցին ստրատեգիական նշանակության, վերաբերում էին Կովկասյան էլեկտրական ցանցերի ինտեգրացիային, որը սկսվել էր 2014 թվականից, երբ Հայաստանը եւ Վրաստանը կապվեցին մեկ միասնական էլեկտրական ցանցով եւ հիմա մենք կարողանում ենք միմյանց հետ հոսանքի էլեկտրականության վաճառքը իրականացնել։ Հիմա այս ծրագրով, որն է հակառուսականության բաղադրիչը եւ պրոթուրքականության բաղադրիչը, որովհետեւ այս տարածաշրջանում է ցավոք այնպես է ստացվում, որ հակառուսականությունը միշտ պրոթուրքականությամբ է զուգորդվում։ Մարթա Կոսը հայտարարեց, որ 500 միլիոն եվրո տրամադրելու են այս պրոյեկտի ընդլայնմանը, որը արդեն մի փուլով իրականացվել էր, Հայաստանը եւ Վրաստանը ինտեգրված են։ Պրոյեկտի երկարաժամկետ նպատակը 14 թվականից եղել է այն ընդլայնել եւ միացնել Իրան-Ռուսաստան կապուղուն, ինչու որովհետեւ այս գծով Հայաստանը ունի արտահանման պոտենցիալ, որովհետեւ ունի ատոմակայան եւ կարող է արտահանել թե Վրաստան, թե Ռուսաստան։ Հիմա այդ ծրագրում փոփոխություն են իրականացրել, որպեսզի ցանցը ինտեգրվի թուրքական էլեկտրական ցանցերին, որոնք իրենց հերթին հոսանք են վաճառում Վրաստանին։ Եվ հետեւաբար ինչ է նշանակում, եթե մենք ինտեգրվենք թուրքական ցանցին, մենք այս դեպքում ներկրող ենք թե արտահանող, եթե իրենց նպատակը արտահանում իրականացնելն է դեպի Վրաստան։ Այս ծրագիրը բնականաբար 2, 3, 5 տարվա չի, 10 տարվա ծրագիր է։ 10 տարի անց ինչ է տեղի ունենալու, եկալու է 2036 թիվը, եւ եթե այս իշխանությունները առաջիկա 4-5 տարում մնան իշխանության, Հայաստանի ատոմակայանը գործող դադարելու է գործել եւ նորը մենք չենք ունենալու։ Ես սրանում վստահ եմ, եթե այսպես շարունակվի։ Եթե մենք չենք ունենում նոր ատոմակայան, նշանակում է մենք զրկվում ենք 40% մեր էներգիայի աղբյուրից, որը սպառում ենք եւ մենք, եւ արտահանում ենք դեպի Վրաստան։
բնականաբար կդադարեցնենք արտահանել եւ կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, որը որտեղից պետք է լրացնենք Թուրքիայից։ Ինչու, որովհետեւ Թուրքիայում որտեղ նախ ինտեգրված կլինենք այդ համակարգին եւ երկրորդ, որովհետեւ Թուրքիան կգործարկի Ռուսաստանի կողմից կառավարվող ատոմակայանը։ Այս ծրագրի հերանեկարային նպատակը մեզ ինտեգրելն է թուրքական էլեկտրական ցանցին, ոչ թե որ մենք արտահանենք, այլ որ իրենցից դառնանք հոսանքի իմաստով կախված։ Ուստի այս ծրագրի մեծագույն խնդրը, որը բանակցել են մեր իշխանությունները, հենց սրանում է։ Այդ ծրագիրը կարող է լինել եվրոպական գրանտերով, շարունակվել այն ինչ որ գրել էին 14 թվականին, պաշտոնապես։ Դա Եվրամիության ծրագիրն է եղել, հետագայում ընդլայնել Իրանը եւ Ռուսաստանը միացնել այս կապուղուն։ Հենց հիմա կարող եք մտնել Եվրամիության պաշտոնական կայք, տեղեկությունը տեսնել։ Հիմա իրենք փոխում են նպատակները։ Այսինքն սա նշանակում է մեզ ասում են Եվրոպա, բայց դու ձեր ասածով փաստացի դեպի Թուրքիայի հետ է գնում ինտեգրման։ Այո, որովհետև Եվրոպան այս լոգիստիկայով մեզ չի կարող գազ մատակարարել, մեզ չի կարող հոսանք մատակարարել, դրա համար մենք կախվածության մեջ ենք ընկնում Թուրքիայից։ Եվ ինչու նաև որն է, նպատակը մենք գազի միջոցով ենք հոսանք ստանում, բացի նրանից, որ գազը մեր կենցաղային առօրյա կյանքում օգտագործում ենք, մեր ջեկերը գազից են դա ստանում։ Ընդ որում, որը այդքան էլ մեզ ձեռնտու չի, որովհետև գազը մենք չունենք, այսինքն մենք ունենք մեր ատոմակայանը, բայց գազը ներկրում ենք եւ Ռուսաստանից եւ Իրանից։ Հիմա եթե ինչ են ասում են, որ կնվազեցնենք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Դիվերսիֆիկացիա, ես երջանիկ կլինեի, եթե դա իրական դիվերսիֆիկացիա լիներ։ Բայց եթե Հայաստանը պետք է դադարի գնել ռուսական գազը եւ փոխարենը կոմպենսացնի այդ բացը թուրքական հոսանքով, Այդպես դիվերսիֆիկացիա ինձ պետք չի։ Ես դժբախտ եմ, պատկերավոր ասած, ռուսական գազի կախվածությունից, բայց կկործանվեմ, եթե դառնամ կախված թուրքական հոսանքից։ Միաժամանակ հնարավոր չէ, ասում են երկուսն էլ ունենանք։ Իրենց նպատակը, որ դա այդպես չլինի, մենք կտրվենք մեկից, ունենանք մյուսը։ Մոլդովայում ինչ եղավ։ Մոլդովան 20-ականներին, երբ վերջնականապես հրաժարվեց ռուսական գազից, պաշտոնապես 1 թե 2 տարի հայտարարված էր էներգետիկ ճգնաժամ։ Սարսափելի խնայողությունների վրա էր այդ ամբողջ ժողովուրդը նստած, որովհետև չկար ռուսական գազը, Եվրոպան էլ չուներ այլ ընտրանքային գազ, որ մատակար։ Չնայած Մոլդովան իր չափերով բավականին փոքր է եւ Եվրոպան կարող էր կոմպենսացնել ինչ-որ կերպ, բայց չէր անում կամ չէր կարողանում, էական չի։ Հիմա մեզ ուզում են դնել նույնանման իրավիճակում, ինչը շատ վատ է։ Եվ մենք դա թույլ ենք տալի եւ մենք ենք դա բանակցում մի բանել։ Այսինքն, եթե իմ հարցին ուղիղ պատասխանեք, Եվրոպա գնալը ռազմավարական օրակարգ չէ։ Այդպես դուրս եկավ։ Այս իշխանությունների համար ոչ։ Կարող էր լինել ռազմավարական օրակարգ, եթե մենք ունենայինք այլ իշխանություններ, որոնք իսկապես ունեն պրոարևմտյան, պրոեվրոպական հայացքներ։ Այս իշխանությունները նախ դա չեն կարող իրականացնել, որովհետև այդ բարեփոխումները, որոնք պահանջում է Եվրոպան, այս իշխանությունները պարզապես չեն կարող իրականացնել։ Եվ երկրորդ, քանի որ այս իշխանությունների համար առաջնային է իշխանության պահպանումը եւ իրենք հասկացել են, որ իշխանության պահպանման բանաձևը դա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ որոշակի համակեցություն ապահովելն է, ռեգիոնալացում, այսինքն ռեգիոնալացում, որը շուտ կրկնում է իդեպ փաշին, բայց որը վատ բան չի ինքն իրանով, եթե դու դրա տակ դնում ես քո պետական շահերից բխող տրամաբանություն, ոչ թե իշխանություն պահելու, ոչ թե իշխանություն, ռեգիոնալացում իշխանություն պահելու համար, բանաձև այսպեսի։ Եթե դու սարսափահար վախեցած ես, որ հանկարծ լարված հարաբերություններ տեղի չունենան, որովհետև դու արդեն հայտարարել ես, որ բերել ես խաղաղություն, որպեսզի քո այդ թեզը չփշրվի եւ դու շարունակես իշխանություն պահել, դու պետք է բավարարես այդ խաղացողների պահանջները, առաջին հերթին Ադրբեջանի, երկրորդ հերթին Թուրքիայի, այն ինչ որ անում են իշխանությունները, որպեսզի հանկարծ լարվածություն չլինի առնվազն մինչև 26 թվականը։ Դրանից հետո էլ արդեն ժամանակը ցույց կտա։ Ռուսաստանի մասին այնտեղից միանգամից գնաց Մոսկվա, այդ ԵԱՏՄ կառավարական միջկառավարական լիստին։ Օվերչուկը հերթական արդեն մոռացել են որերորդ անգամ այդ կրկնեց հայտնի արտահայտությունը բաց տեքստով, որ պետք է անսահմանափակ չեք կարող մնալ։ Պետք է ընտրեք մի օր, Եվրամիություն թե ԵԱՏՄ այդ երկուսի տիրույթում։ Հիմա նաև բացի այդ նաև ազդակ հնչեց, որ տեսեք առևտրաշրջանառության անկում կա հայ-ռուսական։
Եվ ռուսական բիզնեսը ցած զգուշավոր է դառնում Հայաստանի նկատմամբ։ Սա ինչ է նշանակում, քայլերի է անցնում Ռուսաստանը, թե ուղակի խոսքի համար։ Իրանք իրոք մտահոգված են, որ Փաշինյանը դուրս կգա ԵԱՏՄ տիրույթից հանկարծ կամ հապկից։ Կարծում եմ ողջամիտ է նման մտահոգություն ունենալ, որովհետև Փաշինյանը ինքը ուղիղ դրա մասին հայտարարում է, որ մեր առաջնային նպատակն է ինտեգրվել եվրոպական շուկային։ Հնարավոր է դա թե ոչ, իրատեսական է դա թե ոչ, այս բաները չի գնահատվում, այլ պարզապես ասում է, որ մենք գնում ենք դեպի դրան։ Եվ մեր բազմաթիվ տեղեկություններով Ռուսաստանում հայ արտահանողները ունենում են արդեն բազմաթիվ խնդիրներ, հատկապես վերջին ժամանակահատվածում։ Գիտեք, կարելի է դրան էմոցիոնալ մոտենալ եւ քննադատել ռուսական կողմին, թե տեսեք ինչպես են տնտեսական գործիքներով ազդում Հայաստանի վրա եւ այլն, բայց աշխարհակաղակական ներկա իրողություններում այդպիսի խոշոր խաղացող չկա, որը չի օգտագործում իր տնտեսական հնարավորությունները իր քաղաքական նպատակը առաջ մղելու համար։ Հիմա մենք կարող ենք մեզ դնել սպունգի տեղ, ինչպես ասում են, մեր ժողովրդին էլ խաբել, ասել մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, դե մենք մնում էինք ԵԱՏՄ անդամ, գործող անդամ ենք, բայց տեսեք իրենք են սահմանափակում։ Մոռանանք, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկել, ինչքան քայլեր ու հայտարարություններ ենք արել, բայց աշխարհը այդպես չի աշխատում, ուզում ենք դա չենք ուզում, եւ այս իմաստով իրենց գործողությունները ես կանխատեսելի եմ համարում։ Եվ եթե մենք վերջում պետք է ասենք, տեսակ, հերթական վատությունը մեզ արեցին, դա ինչի մասին է խոսում, որ մենք չենք մտահոգվում մեր պետական շահերից, մենք մտահոգվում ենք, որ վերջում ինչ-որ մեկին մեղադրելու ունենանք։ Այս իմաստով, այո, ես կարծում եմ, որ ռուսական կողմը սա տեսնում է, թեպետ տնտեսական հարաբերությունները դեռ շարունակվում են նույն հունով, բայց արդեն կան որոշակի սահմանափակումներ, եւ որոնք ժամանակի ընթացքում ելի կխստանան։ Հայաստանը տարածաշրջանում սպառում է ամենացածր արժեքի գազը, նման արժեք չկա ոչ այս տարածաշրջանում, ոչ արևելյան Եվրոպայում, ոչ առավել եւս արևմտյան Եվրոպայում։ Վրաստանը Ադրբեջանից կրկնակի թանկ գազ է ձեռք բերում, քան այն մենք ինչ սպառում ենք Ռուսաստանի կողմից։ Եթե մենք ուզում ենք 2, 3, 4 անգամ թանկ գազ ձեռք բերենք, ուրեմն Փաշինյանին պետք է ընտրենք, որ դա այդպես էլ լինի։ Իսկ մեր ամբողջ տնտեսության ողնաշարը հենց գազի վրա է հիմնված։ Այդ Փաշինյանը իրոք ուզում է գնալ, տեսեք ինքը ուղիղ պատասխան չի տալիս։ Գերմանիայում Մերցը եւ այլն իրեն հասկացնել էին տալիս, անընդհատ ասում էին այդ ընտրության բանի մասին։ Ինքը հետո լրագրողների հետ շփման ժամանակ եւ այլն ասում էր, դեռ կգա մի օրը, որ կկողմնորոշենք, շատ անորոշ է ասում։ Արդյոք ինքը իրոք ուզում է հեռանալ ԵԱՏՄ-ից ու հապկից։ Ուզում է նա թե չի ուզում, հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմը նա է, որ ինքը իր քայլերով ու գործողություններով վնասը հասցնում է։ Ես էլ եմ այն կարծիքի, որ ինքը չի տանում Եվրամիություն, բայց իր քայլերով ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վնասը հասցնում է եւ մեզ Եվրամիությանը չի մոտեցնում։ Ես դες այլ բան ասեմ, ազատ վիզային ռեժիմը ամենաշատ այսպես կոնֆետն է, հա, որ բոլորս շատ ենք ուզում։ Այսինքն դա ինչի մասին է։ Կա Եվրամիություն, որը սահմանափակում է այլ քաղաքացիների մուտքը։ Մի մեծ պետական արտոնություն չի։ Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես եվրոպական քաղաքները շատ սիրող, ցանկանում եմ առանց վիզայի այցելել այնտեղ, եւ դա իմ համար մի երևելի բան չի, դա նորմալ բան պետք է լիներ եւ շատ իրատեսական կլիներ, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, որ Հայաստանը լիներ ազատ վիզային ռեժիմի մեջ, անկախ եվրոպական ինտեգրացիայի օրակարգից։ Բայց դրա նախադրյալը այն է, որ Հայաստանը ունենա կենսաչափական անձնագիր։ Պրիմիտիվ բան եմ ասում։ Հայաստանը այս իշխանությունների օրոք դադարեցրել է տպել կենսաչափական անձնագրեր։ Նոր արդեն չէ, մրցույթ հաղթող կա եւ Քեսիմ կլինի, չի լինի, երբ կլինի, բայց չի տալիս, արդեն քանի տարի մենք կենսաչափական անձնագիր չունենք։ Ազատ վիզային ռեժիմի պետություն լինել առանց կենսաչափական անձնագրի ուղղակի հնարավոր չի, տեխնիկապես հնարավոր չի։ Լավ, դուք այս հարցերը դեռ չեք լուծել, սեպան չեք կատարել, բազմաթիվ բարեփոխումներ, որ անկախ այդ հակադրությունից ռուս-եվրոպական այդ բարեփոխումները մեզ պետք են։ Դուք չեք արել, խոսում եք եվրոպական օրակարգից։ Քանի հատ եվրոպական պետություն գիտեք, որ ամբողջ դատական համակարգը լծված է իշխանության քաղաքական շահերը պաշտպանելու։ Քանի հատ եվրոպական պետություն գիտեք,
որ իրենց կարդինալներին կալանավորեն, տանեն բանտերը, մտնեն նրանց տաներ եւ ընտանիքներ։ Քաղաքական հակառակորդներին նաեւ։ Քաղաքական հակառակորդներին առաջին հերթին։ Եվ արգել են իրենց բաները, հա, Մոլդովան լավ արգելում է, հասկացանք, նա եվրոպական պետություն չի, Եվրոպան էլ իր հերթին սկսել է զիջել իր արժեքները։ Բայց եթե մենք գնում ենք դեպի դրան, ես ինչ ենք անում։ Սա նշանակում է, որ այդ ամբողջ տրաֆարետը 2026 թվականին պարզապես ձայն կորզելու համար։ Հիմա Փաշինյանը զուտ այդ խնդիրն է լուծում։ Այդ հիշատակեցիք բանտարկյալներ, ով որ իշխանության կարծիքը չի կեսում լրացնել, հա թարմօրինակը Միրան Հակոբյանին 4-5 հոգով ծեծում են, մարդիկ կալանքի տակ չեն մնում անգամ մի քանի ժամ, ուրիշ մարդիկ, Սամսոնյանը, Վազգենը, Սաղաթելյանը, ընդամենը մի փոքրիկ, չգիտեմ, հայոյանք էր, թե ինչ էր, տաղավարում խոսքի համար, ուղղակի տաղավարային խոսքի համար կալանավորված են, անգամ երկարացնում են կալանքը։ Այս ամեն ինչն տեսնելով, հիմա ու դրան զուգահեռ Կալլասի հայտարարությունը կա, որ Փաշինյանի ռուսական պրոքսիներն են խանգարում վերարտադրվել։ Հիմա Փաշինյանը Հայաստանի ներսում վարվելակերպով ավելի շատ ինքը չի մեր պատկերացած Ռուսաստանին նմանվող հարիր կադր, օրինակ Ռուսաստանը, չէ՞, ավանդաբար նույն Եվրոպան Ռուսաստանին է համարում այդպիսի բանտարկություններ աննող մարդկանց ձերբակալում։ Հիմա Փաշինյանը եվրոպական գործիչ է, թե ռուսական, եթե այսպես դիտարկենք։ Գիտեք, ամեն ինչ կախված է նրանից, թե ում կողմից է գործում։ Հիմա Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանին եւ ներքաղաքական ռեպրեսիաներին կարելի է բնորոշել հին ասույթով, հա, Խոճոնի Սուկինսին, նաշ Սուկինսին։ Հիմա մենք գործ ունենք այն դեպքի հետ, երբ համարում են, որ քանի դեռ Փաշինյանին չեն համարում եվրոպական, դա պարզ է, այսինքն նայում են հասկանում ինքը եվրոպականը չի, բայց քանի դեռ նա դեմարշեր է անում Ռուսաստանի դեմ եւ քիչ թե շատ վերջին դեպքով նաև Կայա Կալասը չէ, թեթև կճմտեց Փաշինյանին, որ մենք կցանկանայինք, որ մեր գործընկերները ամբողջությամբ միանային սանկցիաներին, որ ընդհանրապես Հայաստանը տնտեսապես կործանվեր։ Ամեն դեպքում այն բոլոր դեմարշերը, որ նա անում է, իրեն զգոհացնում է։ Ցույց է տալիս, որ ես փորձում եմ տեղավորվել ձեր վարած քաղաքականության մեջ։ Մեթոդները կապ չունի։ Մեթոդները կապ չունի։ Եվ եթե ներսում ինքը անում է ինչ-որ բան իրենց բնորոշմամբ ռուսական պրոքսիների, ստացվում է ինչ, որ դիկտատուրան, ավտորիտարիզմը, բռնապետական ինչ-որ դրսևորումները թույլատրելի են, եթե դա իրականացվում է գեոպոլիտիկ հակառակորդների նկատմամբ։ Հələ մի կողմ թողնենք, դա ճշմարտացի է, թե ոչ, ասենք Միքայել Սրբազանը ինչ կապ ունի, ասենք Ռուսաստանի հետ, ռուսական պրոքսի կոչել, ու էլի շատ մարդիկ, բայց նա այդպես է եվրոպական կողմին վաճառում, որ ես հիբրիդային պատերազմի դեմ այսպիսի միջոցներով եմ պայքարում, մեծ ֆինանսներ տվեք, եւ ստանում է ֆինանսները, վերջին անգամ եւս կարծեմ 10 միլիոն եվրո այդ հիբրիդային պատերազմի դեմ հատկացվեց։ Դա նշանակում է, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ ներքաղաքական իր ռեպրեսիաները արդարացնի, կարծես նա հիբրիդային պատերազմի դեմ է միջոցներ ձեռնարկում, ինչը աբսուրդ է եւ բնականաբար եվրոպացի գործընկերներն էլ այս մոտեցումը անցալում են եւ ընդունում։ Ցավոք սրտի։ Այդ հիբրիդայինի մասին վերջում ասացին, չէ՞, գումար պիտի տրամադրեն, որ Հայաստանի դիմադրողականությունը ընտրությունները շեշտելով, հենց ընտրությունների նախաշեմին, դեպ ընտրություններով շատ է հետաքրքրված Եվրամիությունը, խնդրեմ դա էլ մեկնաբանեք, հենց այսօր Արադ Միրզոյանը մեկնել է Բրյուսել, որտեղ ոչ պաշտոնական ձևաչափով ճաշի կամ ընթրիքի շուրջ Եվրամիության արտգործ նախարարների հետ քննարկելու են, հենց այդպես էլ գրված է մեր ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում չէ, եվրոպացիների էջենդայում գրված է Հայաստանի ընտրությունների թեման, ու դրան գումարում ենք այդ հիբրիդայինի դեմ գումարը, որ հատկացում է։ Ինչ է սա նշանակում։ Իրոք այդ ռեալ կա այդ հիբրիդայինը, թե ուղղակի ազդեցություն են ուզում ունենալ, ինչից են վախ, ինչ են ուզում անել ընտրությունների նախաշեմին եվրոպացիները, արևմուտքը։ Այնինչ արեցին Մոլդովայում Մայա Սանդուի իշխանությունը վտանգի տակ էր։ Մոլդովայում Մայա Սանդուի իշխանությունը նույնպիսին է, ինչպիսին Հայաստանում Փաշինյանի իշխանությունը, որը շատ հարմարվողական է եվրոպական վարած քաղաքականությանը եւ կարող է սեփական շահը մի կողմ դնել եւ առաջնորդվել Եվրոպայի շահով։ Ընդ որում, եկեք այստեղ այս նրբությունը ընկալենք։
ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանը լինի եվրոպական մոդելի պետություն եւ ունենա լավագույն համագործակցությունը Եվրամիության հետ, խոսքը դրա մասին չի։ Բայց երբ Հայաստանի ղեկավարը մի կողմ է դնում Հայաստանի շահերը եւ դառնում է Եվրոպայի շահերը սպասարկողը տարածաշրջանում եւ սեփական շահերին է վնաս հասցնում եւ դառնում է խամաճիկ եվրոպական չինովնիկների ձեռքին։ Հիմա ընտրությունները իրենց համար ինչու է կարևոր, որովհետեւ այդ խամաճիկը, որը կատարում է առանց քննարկելու, առանց սեփական ազգային շահերը առաջ մղելու, կատարում է եվրոպական չինովնիկների առաջ քաշած խնդիրները, իրենց համար դա բավականին կոմֆորտ դերակատար է եւ հետեւաբար պետք է պայքարել, ֆորաներ տալ տարբեր եղանակներով, որպեսզի նա վերընտրվի։ Տեսեք, Եվրամիության չինովնիկների համար Վիկտոր Օրբանը, ով հանդիսանում է եվրոպական պետության ղեկավար, անցանկալի ղեկավար է։ Ինչու՞, որովհետև նա առաջ է մղում Հունգարիայի շահերը, բայց բազմաթիվ երկրների ղեկավարներ հլուհնազանդ կատարում են եվրոպացի չինովնիկների հրահանգները։ Հետևաբար մեր խնդիրը լինել եւ դառնալ Եվրոպայի գործընկեր, ոչ թե առանձին վերցրած չինովնիկների կամակատար, այն ինչ անում է Փաշինյանը, եւ քանի որ նա դա անում է, իրենց համար շատ ձեռնտու է սա, եւ ուզում են իր իշխանությունը երկարաձգել։ Եվ դրա համար եթե նա խնդիր դնի ընտրություններին իր մրցակիցների մասնակցությունը սահմանափակել, նրանք կասեն, որ դա ռուսական հիբրիդային պատերազմի դեմ պայքար է։ Այսինքն սահմանափակ երկուսակցություն արգելել, չթողնել մասնակցել, դա նկատի ունեք։ Այո, ինչպես արվեց Մոլդովայում, դրանից առաջ նաև Ռումինիայում։ Եվ կներեք, մենք sense արևելյան Եվրոպայի երկրների անուններ ենք տալիս, փորձում ենք խուսափել կենտրոնական Եվրոպայից։ Լավ, Ֆրանսիայում Մակրոնի թիվ 1 մրցակիցը Մարի Լպենն է։ Ուզում եք սիրեք իր վարած քաղաքականությունը, ուզում եք չսիրեք, ինքը թիվ 1 օպոզիցիոն դեմքն է ամբողջ Ֆրանսիայում։ Եվ վերջին հարցումներով 4-րդ ամենաազդեցիկ դեմքը ամբողջ Եվրոպայում։ Ու իր մասնակցությունը արգելեցին Ֆրանսիայում դատարանի վճռով մասնակցել նախագահական ընտրությունների։ Մոտավորապես նույն բանը, ինչ որ փորձում էին անել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆրանսիայում ժողովրդավարություն։ Հա, ուզում եմ ասել, այս առումով մենք իլյուզիաներ չպետք է ունենանք։ Դա այնա ինչ կա։ Ես չեմ փորձում համեմատել ֆրանսիական ժողովրդավարություն Ռուսաստանի հետ։ Ոչ, բայց ես ասում եմ, այնտեղ էլ նման դրսևորումներ կան։ Հիմա եթե իրենք իշխանություն պահելու համար նման քայլերի կարող են գնալ, ինչու չեն կարող, դա նկատում եք։ Չեն կարող։ Մանավանդ որ այստեղ ազդեցություն ունենալու համար մի 10 միլիոն եվրո, մի քանի ՀԿ-ների որ հատկացնես, այդ ՀԿ-ները սկսեն անաչառ հետազոտություններ անել եւ պարզեն, որ որևէ կուսակցություն սնուցվում է ճակերտավոր օտար պետությունների կապիտալից, չենք հաշվի առնում, չէ՞ որ հենց այդ նույն ՀԿ-ներն են սնուցվում օտար պետությունների կապիտալից։ Ու այդ կուսակցությունը երևի թե գլխավոր նաեւ մրցակիցը կլինի։ Կարող է եւ գլխավոր մրցակիցը լինել եւ որի արդյունքում փորձեն սահմանափակել մասնակցությունը եւ ամբողջ ռոպագանդան միացնեն նրա վրա, որ սա մեր պետականության պաշտպանման համար է, ինչ եք ասում։ Այդ պարագայում վերջին հարցը դատապարտված չէ, արդյոք կանխորոշված չէ, արդյոք ընտրությունների արդյունքը։ Եթե մարդիկ մի 2-3 ամիս հետո տեսնեն, որ ով է ամենաշատ աճողը, ում դաշինքն է ամենալավ, ու ասած ձեր ասած սցենարով սիրուն, գումարն էլ կա, անեն եւ իմաստը ընտրությունը։ Հենց քաղաքական պայքարի անկյունակարը այս դեպքում հենց այս պլանը խափանելն է եւ տեսեք, եթե լինի մի բևեռ, որին արգել են մասնակցել ընտրություններին եւ դա չլինի բավականաչափ խոշոր բևեռ, հնարավոր է սա մարսել իշխանությունների տեսանկյունից։ Եթե դա լինի բավականաչափ խոշոր բևեռ, ապա դա մարսելի չի։ Օրինակ 12 թվականին Վրաստանում Իվանաշվիլին միավորեց 5 կուսակցություն, բայց շատ ավելի լայն սպեկտր, 2 ուժ անցավ խորհրդարան, 55%-ով Իվանաշվիլին հաղթեց։ Եթե պատկերացնենք, թե Սաակաշվիլին քաղաքական առումով նույնքան այլասերված էր, ինչքան Փաշինյանը եւ փորձել արգելել, ինչ որ նման քայլերի դիմել, 55%-անոց ուժին ինչպես կարող էր արգելել դա, անմիջապես կսկսվեր փողոցային գործընթաց։ Այս իմաստով խոշորացումը եւս կարեւոր է, որովհետեւ մի բան է 10-15%-անոց մի ուժի արգելեն մասնակցել, մնացածը գնան փորձեն խժռել այդ մնացած ձայները։ Մի բան է մի հատ խոշոր բևեռի թող լինի 30-40%-անոց, փորձել թույլ չտալ գնալ ընտրությունների։ Ինչ կլինի այդ պարագայում Հայաստանում կլինի զանգվածային փողոցային պայքար եւ շարունակությունն ասեմ, անգամ հեղափոխություն։ Համոզված եմ, Հեղափոխություն։ Այո, ինչու։ 21 թվականին ինչու դա չեղավ, որովհետեւ
ընդդիմադիր ընտրազանգվածը ուներ մեկ առանցքային ընդդիմադիր բևեռ դրսևորելու իր բողոքը, դա Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքն էր։ Մարդիկ ունեին հնարավորություն գնալ քվեարկելու եւ գնացին քվեարկեցին, թեկուզ դա դարձավ ոչ մեծամասնություն։ Բայց դուք պատկերացրեք մի խոշոր ընդդիմադիր ընտրազանգված մտածում է ընտրել ինչ-որ ուժի եւ այդ ուժին թույլ չեն տալիս մասնակցել։ Ընդդիմադիր ամբողջ սեգմենտը դուրս է մնում պարզապես։ Գոնե 30-40-ից բարձր չէ, ճիշտ եմ հասկանում ես։ Գոնե այդքան վստահություն պետք է ունենա։ 30-ն էլ քիչ չի, բայց ահա ինչքան խոշոր այդքան լավ։ Ես դրա հնարավորությունը շատ լավ տեսնում եմ, որովհետեւ եթե առանցքային դաշտը համախմբվի, դա կումուլյատիվ նաեւ էֆեկտ կունենա եւ համոզված եմ դա կարող է դառնալ անգամ ամբողջական մեծամասնության հավակնորդ ուժ։ Պարզապես այդ process-ը պետք է ընթանա։ Պետք է անել հնարավորություն, այսինքն չեք բացառում ենք այդ Վրաստանի մենակ վրացիները չեն բողոքող կոպիտ ասած, մերոնք էլ դուրս կգան փողոց, եթե իրենց համոզված եմ 21 թվականից հետո ինչի մենք համակերպվեցինք իրողության հետ։ Նաև լուսավոր Հայաստանը, որտեղ բոլորս հնարավորություն ունեցել ենք մասնակցել ենք, այդ ժամանակահատվածում ես չեմ հիշում ընդդիմադիր լիդերների, համենայն դեպս առաջնորդների, որոնք կգտնվեին կալանքի տակ ի տարբերություն այսօրվան, եւ որոնք ստացել են քվեներ, որի արդյունքում պարզվել է, որ իշխանությունը հաղթել է։ Դա մի իրավիճակ է, մենք ընդունել ենք, ասել ենք, պարտվել ենք, ընդդիմությունն էլ հավաքական պարտվել է։ Բայց հիմա ընդդիմադիր առաջնորդները նստած են բանտերում եւ ընդդիմադիր ձայն բարձրացնող այլ գործիչներ եւս գտնվում են բանտերում, որոնք օրինակ Միքայել Աչապայանը ինչքան էլ քաղաքական գործիչ չէ, մի հարցազրույց էր տալիս տասնյակ հազար դիտումներով մարդիկ լսում էին եւ դա մաշացնում էր իշխանության ռեսուրսը։ Հիմա եթե քո օպոնենտներին սահմանափակելով գնում ես, կներեք, եթե հիմա Դանիել Հյուանիսյանին, Վահագն Ալեքսանյանին, ել չգիտեմ ում ԿՊԱ-ական տարբեր գործիչների կալանավորենք, դնեինք միտեղ, որ լռեին, իշխանությունը կկարողանար իր ռոպագանդան իրականացնել, չէր կարողանա։ Հիմա իրենք ընդդիմադիր հայացքներ ունեցող միտք արտահայտող մարդկանց տարել լցրել են բանտերը։ Բնականաբար իրենք սահմանափակում են խոսքը տեղ հասցնելու ռեսուրսները։ Իսկ դա տրիգերներից մեկը չէ այն պոտենցիալ հեղափոխության, բացի կուսակցությունը արգելելը, նաև այդ բանտարկությունները։ Կաթիլ գոյանում է, ես կարծում եմ, բայց այդ գոյացման հանգուցալուծումը կարող է լինել, եթե իրենք հանկարծ փորձեն թույլ չտալ, որը ես չեմ ցանկանում, հա։ Ուզում եմ ասել, ես չեմ ցանկանա, որ Հայաստանում իշխանափոխությունը կրկին հեղափոխական process-ով տեղի ունենա։ Մենք ինձ թվում է կշտացել ենք այսպես էլի այդ process-ներից։ Ես կցանկանամ, որ դա լինի ընտրությունների միջոցով։ Եվ դա այդ հարցի որոշելիքը Փաշինյանի ձեռքում է, ինքը կհեռանա ընտրությունների արդյունքում, թե հեղափոխական process-ներով։ Հասկացեք 26 թվականին նույնիսկ եթե նա ընտրվի, այլ մեթոդ, քան դիկտատուրայով իշխանություն պահելը նա չունի։ Կներեք, նա խոստացել է, որ պետք է փոխի սահմանադրությունը, որը պահանջում է 650,000 այո քվե։ Դա իրատեսական չէ, դա աբսուրդ է։ Հետևաբար, կամ ինքը պետք է իր խոստումը չկատարի եւ խնդիրներ ունենա այդ դերակատարների հետ, կամ ինքը ամեն գնով իր խոստումը պետք է կատարի, իսկ ամեն գնովը ինչ է նշանակում։ Ընտրությունների արդյունքները ձևախեղելով, եւ դա ոչ այլ ինչ է, քան դիկտատուրան։ 26 թվականից հետո, եթե շատերը մտածում են, թե ամեն ինչ թեթևանալու է, նա հանգիստ է լինելու, որ ընտրվել է, ոչ։ Նա անհանգիստ է լինելու, որ պահի իր ունեցածը, որովհետև Հայաստանում 10 տարին մեկ իշխանություններ են փոխվում, կամ գոնե ցնցումներ են առաջանում։ Հիմա այդ 10 տարին լինելու է 2028 թվականին 3 տարի անց։ Դա լավ բան չի լինելու, դրա համար ես շատ կցանկանամ, որ 26 թվին հենց ընտրություններով էլ հանգուցալուծվի ամեն ինչ։ Եթե իշխանությունը չտեսնի սոցիալացումների արդյունքները, չանի այն մյուս ինչի մասին խոսում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Ղաջակյանն էր։ Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։